ասեցի ծննդյանդ վլոգը սկսեմ ամսի 28-ից, որովհետև դա վլոգանք ընդունել, Արտաշեսի նաուշնիկներն ա դրել եւ կայֆավատ ա լինում։ Էլ ինչա պետք երջանիկ ամառ ունենան համար։ Ինչ վախենում եմ։ Հա, վախենում ա։ Դա ոնց պանիճան են։ Երկա դնում ու սկսում ա տուսավացել լինել, հեսա որ դնի։ Դուք հələ իր շարժումները տենակ, ես վախում եմ նաուշնիկից ոչինչ չի մնալու։ Նրանք պրովոդներ ու միկրոսխեմաներ։ Վախենում եմ շատ։ Դու դեմոզրացիվ լացել։ Սիրելիներս, դա ինչ։ Հուլիսի 29-ը։ Այստեղ հետևի ֆոնին տեսնում եք փուչիկներ։ Այս տարի ես մտածել էի, որ ծնունդիս ոչ մի փուչիկ չեմ ուզում, մի տեսակ տրամադրված չէ, բայց երեխեքը ասում են, հատկապես Արտաշեսը, մամախներ ոնց կա ծնունդը առանց փուչի կլինի։ Համաձայն եմ իր հետ, մի խոսքով խորենի հետ գնել էինք ինչ-որ տենց կոմպլեկտ, այստեղ մեծ շար է, ուղղակի ինքը մենք շատ մեծ չփչեցինք, վախեցանք, ու իր վրա բանտեր էին կպցրել, բայց շատ վատ ա պահում ու գնում է։ Մի խոսքով վերևից ներքև փուչիկներն են, խորենը իջել է տորտը բերի։ Տորտը իմ ընտրած դիզայնով ենք արել, ուրա։ Ես էլ ասեցի միացնեմ, նոր եմ լոգանք ընդունեմ, մազերս մուս եմ արել, ասեցի համ նվերները ձեզ ցույց տամ, համ էլ սկսենք մեր, այսպես ասած, հուլիս 29-յան, հա, եթերը։ Մի հատ կտաս դիզայնը ես եմ Pinterest-ից գտել, որ բացեմ ավելի լավ կտեսնեք տեսքը, ինքս մարկարտիա ինչ-որ վայբի մեջ է, էլի։ Խորս սա խնդրում եմ դիշխոհանդ, ես հիմա կա միած սթորի եմ ուզում անեմ։ Ես ուզում էի ձեզ ցույց տալ նվերները, ինչպես ասեցի, ճիշտ է, երեգիշեր երկու նվեր խորենից եմ բացել, Արտաշեսներ Արթուն խորենի հետ էս փուչիկներն էին փչում։ Ինքն է նվերը տվել, առավոտը դավս եկավ իր նվերը տվեց, բայց ոչինչ, հիմա հերթով կարգով ձեզ ցույց կտամ։ Խորենը ասում է առաջվա պես ես նվերներ չեմ կարող ընտրեմ առանց քեզ, դրա համար սովորաբար կամ ընտրում այն ինչ գիտի, որ ես ուզում եմ, կանաց, կամ էլ միասին ենք ընտրում, այդպես է ստացվել վերջին տարիներին, ասում խորետ նրանից, որ հիմա ես ավելի հստակ գիտեմ, ինչ եմ սիրում, ինչ նախասիրություն ունեմ, ինչ եմ ուզում, ինչ չեմ ուզում։ Տեսեք, որ այս կողմ գամ ավելի լավ կտեսնեք, շարերը, սենց վերևից իջացրել ենք այս անգամ, շոտ, ձորթարանքներ, անկեղծ սիրտս ընդհանրապես չէր ուզում, ուղղակի ուզում էի ինչ-որ մի անկյուն, որտեղ նաև ֆոտո կլինի անել, անպայման ունենանք, հələ մի հատ, որ հատակը տեսնեք, այս սպիտակ շարի վրա բանտիկներ կան, այս բանտիկներից sense տարբեր կպցրել ենք, բայց ինքը սաղ փոխվել ընկել է, բար պիտի խնդրեմ քեզ այս բանտերը հավաքես, աղբը գցես, որովհետև իմաստ չունի դնենք, նորից ընկնում է։ Արտաշեսը առանց վերնահագուստի է, դրա համար չոքած է գալիս, որպեսզի գալիս չմտնի, ապրի իմ տղան։ Okay, ուրեմն սկսենք նվերներից։ Առաջինը խորեն ինձ նվիրել է մի գիրք, որը շատ երկար ժամանակ գցած էր կորզինայի մեջ, ես ուզում եմ իրան ունենալ, Էֆեկտիվնի փսիխոթերապևտ, այսպես ասած Ֆրեդի հիմքով է գիրքը գրված, բայց Միլլերի եւ Մայերսի կողմից հայտնի հոգեբաններ, այսպես ասած, գիտության տեխնացուներ եւ այլն, սա ոնց որ պրակտիկ մաս է ենթադրում հոգեթերապևտի աշխատանքի, լվանցքի մեքենայի ձայնը հուսամ շատ չի խանգարում։ Ու ինձ համար շատ հավես ձեռքբերում էր ու շատ կարեւոր նվեր, այսպես ասած։ Այս երկու նվերները գեղեցիկ փաթեթավորված, ինձ հանձնել են իմ տղաները, ինչպես ասեցի, արդեն բացել եմ ես, հա, ուղղակի։ Իրենք հարցրել են ես ինչ էի ուզում, ես ասել եմ ինչ եմ ուզում եւ իրենք իմ նախընտրած չխորները պատվիրել են ինձ համար։ Իդեպ Արտաշեսը ինձ համար նաեւ մարմնի կրեմ էր պատվիրել, էլի ծնունդի թեմատիկայով, բայց ես իրան շուտ եմ ավելի օգտագործել, բացել, դրա համար էլ այսօր ցույց չեմ տալիս։ Ուրեմն առաջին չխոլը Արտաշեսից։ Արի, այսպես։ Արտաշեսից գնաց չխոլն է։ Ահա որ սիրում բորդոյ է ինքը խոր, կադրը չգիտեմ ինչքանով է փոխանցում, չորոզու չի գալիս, բայց շատ սիրուն է, խայտարակ սիրուն, սաղ թափում եմ պոլին, հետո կհավաքեմ հեռախոսի վրա էլ անմահական է նայվում, ու Դավիս առաջ չխոլը, որը ես հավանել եմ նոր առել, հա, էլի շատ սիրուն է, ահա որ դուրս եկել է, սենց մի քիչ բարխտնի տեքստուրա ունի, այսպես, ու հեռախոսի վրա շատ գեղեցիկ է նայվում,
էլի իմ ցանկությամբ իմ տղաները ինձ համար պատրաստել են նվերներ, կդնես սեղանին հրաշքս։ Առավոտը միասին մարզվել ենք, իրանք ծնունդս են շնորհավորում, Արտաշեսը սանկողինն է հավաքել, ինձ անակնկալ է անում։ Մի խոսքով, իմ գանձերը ամեն ձև փորձում են իմ օրը տոն դարձնել։ Ուրեմն, այս պորտմանչիկը Խորենն է նվիրել, ու մի պորտման չի նվիրել ինձ, մի քանի պորտման, բայց իմ ցանկությամբ, որովհետև իմ բոլոր պորտմանները արդեն վարի էին գնացել եւ ես շատ էի ուզում մի քանի նոր պորտման ունենամ։ Սա առաջին տարբերակն է։ Այսպես։ Ինձ շատ է դուր գալիս, մի տեսակ համ ջահելական վայբ կա մեջը, համ էլ սենց, չգիտեմ, մաստիվն է դուրս գալիս է։ Այսպես։ Այստեղ կա եւս երկու դրամապանակ, ինչպես ասեցի։ Եկեք բացենք։ Այս տարի ես ի սկզբանե այնքան անհավես էի, Խորենին պնդում էի, ինձ ոչ մի նվեր, ես չեմ ուզում։ Համ Խորենն է ներվում դրանից, համ երեխեքը, համ էլ հետո ես էլ ասեցի, բայց ախր ինչի սենց, նյուժելի Աննա դու տարին տարու վրա պետք է այդքան սենց անհամանաս, որ դառնաս մարդ, ով չի սիրում իր ծնունդը կամ չի սպասում իր ծնունդը, որովհետև ես միշտ խայտարակ եմ սպասել, եւ ես ինձ հավաքեցի, ասեցի ոչ, всё-таки մարդիկ կան, որ արդեն սենց ոզրստի էլ չեն ուզում նշեն։ Մի խոսքով, այսպիսի դրամապանակ է, ես մի հատ կանաչ պայուսակ ունեմ ու իր հետ ինքը շատ սիրուն է սազում։ Այսպես։ Ինձ շատ էլի դուր է գալիս տեսք։ Հա, եւ երրորդը իհարկե Արտաշեսի։ Գիտեք, չեմ հիշում տեսքերը։ Ուրեմն մենք միասին որ գնացինք մի անգամ վերջին շրջանում զբոսանքի, Խորենը ինձ դեռ նվերներ չէր առել, միայն Վալբերիսից պատվիրել էր այս նվերը։ Ասեց ան ինչ առնենք, ասեցի արի մտնենք, ես որ նվերը վերցնում ենք, ես մի ակնթարթ երբ որ նայում եմ զուտ ընտրելուց, հետո տեսքը մոռանում եմ, ասում խոր հետո որ բացում եմ, իմ համար էլ է անակնկալ, դա համար դու մի նեղվի նրանից, որ ես նախապես տեսնում եմ, էլի։ Ես ընտրեմ ուղղակի որ իմ սրտով լինի, դու հետո կփաթեթավորես կտաս, ես տեսքը ու իրոք մոռանում եմ։ Հիմա հենց նոր նայեցի, հասկացա, որ գրեթե չէի հիշում իր, հիշում եմ մենակ, որ մի քանի սենց երանգներ ունի, սա էլ իմ երրորդ դրամապանակը, բոլորը Մինիսոյից էինք վերցրել, իդեպ շատ հարմար գներով, ինչ որ զեղչեր էին դրամապանակների վրա, ես էլ որպես իրապես, այսպես տնտեսողքին ասեցի խոր, համ շատ սիրուն են, համ էնա ինչ որ ես ուզում եմ, համ էլ զեղչի տակա, ես կվերցնեմ ինձ համար 3 հատ դրամապանակ և ընտրեցի իմ դրամապանակները։ Այսպես, շատ դուրս գալիս է, կարծում եմ, որ, չգիտեմ, ինձ գեղեցիկ է թվում։ Եկեք անդրադառնանք իմ երրորդ նվերին։ Այս նվերը Խորենը Վալբերիսից է պատվիրել, բայց ես էլի գիտեմ ինչա, էլի ես եմ իրան տեսել առաջինը, այդ ժամանակ где-то հունիսն էր, հա, երևի։ Հունիսի կեսերն էր երևի։ Ասեցի շատ սիրուն պայուսակա, այդպես, ասեց կուզես ծնունդի դետ առնեմ, ասեցի այո, կուզեմ և ինքը ինձ համար վերցրեց այս պայուսակը, ինչը ինձ դուր եկավ պայուսակի մեջ, իրար չափերը, որովհետև երբ որ գնում ես համալսարան, շատ գրքեր տետրեր ես կոմեն վերցնում ու փոքր պայուսակով վաղշե չի լինում ապրել։ Դրա համար ես վերցնում եմ մեր պայուսակներ։ Եկեք միասին նայենք, տեսքը չեմ հիշում, միայն գիտեմ ու հիշում եմ, որ շագանակագույն է ու որ ինձ շատ դուր էր եկել։ Ճիշտ ես հիշում։ Այո, հələ նայեք ինձ սիրուն պայուսակ երեխեք։ Սպասեք, իրա մեջ պետք է, եկեք փորձենք գիրքը դնենք իրա մեջ, որ մի քիչ ֆորմա ստանա ու դուք հասկանաք իրա ձևը։ Շատ սիրուն է, այս բաց զամոկները հիմա վերջին շրջանում թրենդի մեջ են, այսպես կամ կարող ես թույլ կպցնել, դիմացի հատվածը զամշանման է, հետևի հատվածը կոժայի, ու այս փափուկ կոժայով ես էլի մի պայուսակ ունեմ, շատ որակյալ են իրանք, եթե սա էլ այդ նույն շարքից, ուրեմն սա էլ որակյալ կլինի, մի խոսքով երեխեքներ դուրս գալիս է, չեք պատկերացնի, ահա որ տարողունակ է, ու ահա որ գեղեցիկ, ինչ հակասական բառ են, չէ, ահա որն ու գեղեցիկը, դե լավ, դուք ինձ հասկացաք, չգիտեմ,
Շատ հավանեցի, շատ։ Հիմա ինչ եմ ուզում անել, ուզում եմ գնալ դիմահարդարվել, պատրաստվել, երկար մտածում ենք ոնց անցկացնենք օրը։ Անկեղծ եմ ասում, ոչ մի բան էլի պիտի կրկնվեմ, անելու տրամադրություն չունենք, absolutely։ Չէ ուզում ոչ հավաքվենք, չէ ուզում ոչ որին հետ գնամ ինչ-որ միտեղ, ոչ մի բան, ուղղակի չէ ուզում, չգիտեմ, այդպիսի տրամադրության մեջ էի, ով կարող է մեղադրել։ Բայց այդպես խորին ասում եմ, ախր ոնց սովորական ծնունդը 10-ի բան, ասացի խոր, ես ամենաշատը հաճույք եմ ստանում քո հետ զբոսնելուց։ Արի պրոստը աննպատակ դուրս գանք, կհասկանանք, ուղղակի զբոսնենք, հա, առանց ինչ-որ նախապես պլան ունենալու, ուղղակի դուրս գանք իրար հետ, թե ոնց կստացվի, այդպես էլ կստացվի։ Եվ այդպես որոշեցինք, որ մենք դուրս գանք մի քիչ ման գանք զբոսնենք, այնուհետև մեր մշտական սիրելի կերպով Սուսիկն ու Արտաշեսյան կգան մեր տուն եւ երեխեքին պիտի իրենց մոտ տանենք, հետո իրենք բոլորով գան։ Ու արդեն մենք կնստենք դիսերտի սեղան, հա, տորտիկ, մրգեր եւ այլն։ Այդպես եմ պատկերացրել։ Դրա համար կարծում եմ, որ հենց այդպես էլ կանենք։ Ես հիմա ուզում եմ դիմահարդարվել, ինձ կարգի բերել, Սուսիկս հարցնում էր ինչ նվիրեմ, ես տարակուսնում էի, բան վերջ եկանք այն եզրահանգման, որ գումարը կնվիրի։ Եվ ես ինչ-որ մի բան ինձ համար կգնեմ ըստ անհրաժեշտության, ըստ նրա թե ինչի կարիքը այդ պահին ճիշտ կհամարենք կամ ինչին սիրտս կկպնի։ Մի խոսքով։ Բայց այսօր տրամադրությունը շատ լավ է։ Խորջան, ես Ռեմբոյի պես պատրաստվել, ակնոցները դրել։ Լավ, ես էլ եմ ուզում գնամ պատրաստեմ, ավելի ուշ դուրս կգանք։ Երեխեք ջան, եկա խոհանոց, ասեցի ձեզ մի հատ տորտիկ այստեղ մոտիկից է ցույց տամ, այս մարգարիտները, փայլիկները, շատ հետաքրքիր տորտ է։ Ահա որ ցենց դժվարությամբ եմ այս տարվա տորտս ընտրել, բայց վերջնարդյունքից շատ գոհ եմ, որովհետև կարծում եմ, որ ինչ որ ցենց կանացի, գեղեցիկ բան կա այս դիզայնի մեջ ու ինձ շատ դուր է գալիս ինքը։ Միացնայք ես շկերպում, խորես ինձ սիրում խունջա, լրիվ են հիմիկվա տրենդի մեջ գտնվող դոպամինային բուկետներն է, խոր շատ սիրուն է, վայ նվեր կա մեջը, լսի կզվում է տանայնի կրեմն ադեմքից ծեպած ոնց որ բան լինեմ, շուրթունք տեսնենք, բայց ոչինչ, եկեք միացնայք, խոր երևի իմ կյանքից ստացած ամենասիրուն բուկետներից է։ Չեսնայ սովը, յավաստորգե։ Ես անհանգիստ էի, շքեղ է իմ համար։ Ես է շատ հավանեցի, բայց հարցերն է, որ ես մտածում էի արդյոք դու կհավանես։ Չեմ համբերում մինչև մեյքափը ծանեմ, նոր նայեմ։ Ես բայց նվեր չէի սպասում, եսի նվերներ ստացել էի։ Օհո, սիրուն է, very beautiful, հրին սիրուն է, դրկես խադում հուզմունքից, հրին սիրուն մատանի է, incredible է, ինչ է նշանացում, հրասը նրասը, Ինչ? Incredible, ճիշտ է տեղին եմ ասում, հա, դրանից շատ ֆիլիգրան է կողքերը, մի հատ նայեք, շատ շքեղ է, լրիվ տորթից տեմատիկայի մեջ է։ Տորթի, ծաղիկներ, սավ ծեմ է անջը։ Վայ շատ հավանեցի, խորս, դողում ա ձեր քեզ ուզմունքից, լրիվ վարի ա գնացի աննանց։ Ուրախությունից դողան։ Ապրես շատ, սերս, սիրուն է, խոր շատ հավանեցի։ Շատ, ապրես շատ, գնամ կսվեմ տրամադրություն, այսպես էլ մեր կողքի մարդիկ ստեղծում մեր տրամադրությունը։ Եթե այն անգամ մի փոքր ի սկզբանե այնքան էլ բարձր չէր, ինչքան կցանկանայի, բայց հիմա արդեն տրամադրությունը վշը կրշը։ Սիրելիներս, ասեցի մի հատ հագնված էր իմ ծաղիկի հետ ֆոտոմոտո անեմ, արեցի պրծա, ինստայի համար վիդեո պիտի նկարեի, տորտիկի մոմերը 2 հատ են, մեկը որոշեցի այդ ինստայի վիդեոյի համար, փչեր, իսկ մյուսը արդեն երբ որ Սուսիկ են կգան այդ ժամանակ, ասեք ինձ սիրունա ճաճախներս, գժվում ես, շատ, խոր, չգիտեմ, գնում գալիս եմ եմ անում, որովհետև ահա որ սիրուն է, մեյքափս է մի քիչ այս տոնական փայլիկներով եմ արել, որոշեցի Թարս հարթիկել եմ, դու ուղի բան, որոշեցի սենց մի քիչ փայլել, չէ որ այսօր իմ տոնն է։ Սիրելիներս, մենք երեխեքին տատիկ տանը թողեցինք և ոտքով բարձրանում ենք դեպի Ռասիա։
բարեբախտաբար եղանակը մի քիչ կարծես բարեգութ գտնվեց Խորենը Խաչապուրի այրանադեմ Խաչապուրի սիրահարա Տեխնում ես չեմ ուզում այդպես դեռ հիմա քայլենք մի քիչ ինձ համար վերցրեցի այս բլու չգիտեմ ինչը ասեցի նոր բան փորձեմ միշտ նույն բաներն եմ վերցնում գիտեք ահա որ պահպանողական եմ բայց ուզեցի ինչ-որ նոր բան վերցնեմ խորս ես էստեղ եմ խորիկներ Իրանը ամերիկանով վերցրել եւ քայլենք հələ տեսնեմ հա համով է էկզոտիկ ինչ-որ մանգոյա խառը մեջը կիտրոն էլ կա երեխեք ջան մենք որոշեցինք կան պաղպաղակ ուտելու Այստեղ մրգային պաղպաղակ եմ ինձ համար պատվիրել, Խորենն էլ է պատվիրել, հիմա իրենը կբերեն։ Երեխեք ջան, մենք եկանք տուն, ասեցի լույսս միացնեմ, որ կադրը լավ որակ ունենա, են էլ այս լույսը Ուրեմն այս լույսերը, որ մանուշակն է ինձ նվիրում, իմ ամեն ինչն են, իրանք բլոգերի համար, իմ խորին համոզմամբ անհրաժեշտության գագաթնակետ են։ Բայց սա երրորդն է այդ լույսերից, երեքն էլ մանուշակն է նվիրել ինձ, երրորդն է, թե երկրորդը արդեն խառնեցի։ Իրանք ունեն մի հատ թույլ տեղ, իրանց միացնել անջատելու տեղը, որը ջարդվում է եւ Всё, այդ չես կարող միացնես ու ես հենց նոր տեսա ինքը խախուտ էր, շատ խախուտ էր վերջին ամիսներին բայց ես նոր հասկացա, որ ինքը վերջնական ջարդվել է ու ես երևի այդ չեմ կարող լոքսիկով չինը Կարոջի, երեխեք ջան, չգիտեմ մենք մտանք խանութ քանի որ արդեն ասեցի, որ Սուսիկը ինձ գումար էր նվիրելու այդպես մտածեցի, մի երկու պակաս բան ունեի, ինչու ոչ, ասեցի դրանք գնեմ, վերցրել եմ մարմնի գել միքսիթից, մի այսքանի կա մնացել տակը, նոր առամատ եմ վերցրել, ինչ-որ դեղցի, բավականին հետաքրքիր բույր ունի, վերցրեցի բալզամս էր վերջացել, մնացել է այսքան, որ ես լույսս փչացավ, ոնց որ վերջնավոր, հələ մի հատ կնայես, մեզ տխրել եմ, հա, ինչ-որ գրածա դետոքս բալզամ для волос, չգիտեմ ինչա ինչ չի, փորձենք, բայց բուսական խոտ Այս կնոպկան բան է, արդեն կապուտ Հա, վերցրել եմ այսպիսի մի հատ հետը, Life is for fun, այս համացանի համարա և վերցրել եմ այսպիսի օծանելիք Լավ, հələ կնայեմ, անբայց Դրա արդեքը 4 էր, 3 քանիս էր, չէ, բայց բույրն ենց լավն էր Բույրը լավն է շատ Որոշեցի մի հատ վերցրեմ, որովհետև ամառային է շատ Իմ օծանելիքները ավելի, այն որ լինում է աշնանային, սենց ավելի խիտ է հոտը Իսկ սա հենց սենց մի տեսակ աշնանային, ամառային վայբ ունի Հելը Ու ինչ-որ ինձ ծանոթ է այս հոտը, ես այս հոտով ինչ-որ բան Հա, որ բացում է շատ լավն է, այս հոտով ինչ-որ բան ես ունեցել եմ, այսպիսի փոքրիկ սրվակա, էտ էլ ես Ես հետ կլինի Սուսիկի նվերը Ինձ, այսպես ասեմ, բաներ են, որոնք իրոք ինձ պետք էին Սա նենց չի, որ ընդհանրապես օծանելիք չունեի Չեմ ուզում ստել, բայց ամառային չունեի տակշտո Այս էլ ինձ իդրատկան, որը էլի ինձ համար շատ պետք ու կարևոր Բալավ ստրույ է Հա, խորենս Անպայման չի իրա կարիք ունեց օծանելիք Սուսիկիս ծաղիկները բերած մի հատ ցույց տամ, նոր անցնենք առաջ, տատիկ պապիկ եկան, շատ սիրուն է Մի տեսակ հեքիաթային հավես բան կա մեջը Ես արդեն տորթի սեղանը բերել եմ այստեղ Շատ սիրուն է, շատ Moonlight, summer sky, it was the best we ever had. And we'll stay on forever. We'll never have regrets. We wanna
Գնացան ընջասենյակ, ասեցի համ ամփոփեմ վլոգը, որ հացնեմ մոնտաժեմ։ Համ էլ Սոնայի կողմից նվեր ունեմ, Նիկուլիկի կողմից, ասեցի դա էլ ձեզ ցույց տամ, այսպիսի գեղեցիկ ատլաս, ոնց որ որն է, ոնց որ մետաքսիա լինի, սենց ասեմ, չգիտեմ մետաքսա թե մետաքսի նման այլ կտորա, բայց շատ սենց նուրբ, հավես կտորա, այսպես շարֆիկ և անտիպիրսպիրանտ, մալթև, մի խոսքով այսպիսի գեղեցիկ տուփի մեջ էր, շնորհակալ եմ շատ բոլոր նվերներից, Սուսիկս փոխանցեց իմ նվերի բանը, այդ ծրարը, ասում եմ մեջ ավելի շատ գումար կա, քան ես ծախսել եմ ինձ վրա, բայց այդ էլ խորենին փեշքեշ, ասեցի մի ակամից դուր խորենի, որովհետև ես արդեն իմ գլխի ճարը տեսել եմ և քո կողմից իմ նվերները, ինչ որ ինձ պետք էր առել եմ, այլ բան էլ իրոք պետք չի էլի, դրա համար արդեն էլ не надо мелочиться, դեռ մենք նստած ենք, ես այսպես պահեմ, առայժմ մեկ ասա աշունը պետք է գրել, ամառը շարֆիկներ ես չեմ կարողանում գրել, շոկվում եմ։ Դե ինչ երեխեք ջան, այս տարին էլ էսպես անցկացրեցինք, երբեք մի տարին մյուսի նման չի լինում, ու մենք էլ երբեք մի տարի մյուսի նման չենք լինում, մենք էլ ենք տրանսֆորմացվում, փոխվում, ամենակարևորը ինձ ամենահարազատ մարդիկ իմ կողքն էին, ինձ հարազատ մարդիկ ինձ շնորհավորում էին, իսկ դա ամենաթանկ բանն է։ Ես անցկացրեցի այս տարին այնպես, ինչպես ես էի պատկերացնում, այնպես ինչպես ինձ էր պետք, առանց ավելորդությունների։ Ու ես շատ ուրախ եմ, իմ օրը համարում եմ ստացված, իմ էմոցիաները համարում եմ դրական, գիտեմ, որ շնորհավորելու եք կոմենտներում, ներողություն եմ խնդրում, եթե չհասցնեմ պատասխանել մեկնաբանությունների դաշտում, որովհետև նամակները շատ են պատկերացրեք Instagram, TikTok, ոչ թե լցրած է նամակները, կփորձեմ պատասխանել, բայց եթե այնտեղ էլ չպատասխանեմ, իմացեք, որ բոլորիցդ անչափ շնորհակալ եմ, բոլորից շատ սիրում եմ, մնացեք բարով և խաղաղությամբ, իսկ մենք կհանդիպենք արդեն մեր հաջորդ վլոգում։ Հաջողություն։